1836 թվականն է։ Եկեք նայենք քարտեզին, տեսնենք ինչ երկրներ կան։ Իհարկե աշկացակում միանգամից բրիտանական կայսրությունը, տեսեք, այսքանը իհարկե Իռլանդիան ներառած, Կանադայի տարածքները, այստեղ Գայանան, որտեղի դեպ լիքը հնդիկներ են ապրում հիմա։ Կմտածեք ինչ գործ ունեն հնդիկները Հարավային Ամերիկայում։ Բրիտանացիներն են բերել Հնդկաստանից, այստեղից բերել հասցրել են այստեղ։ Դրա համար հիմա բնակչության կեսը սև է, կեսը հնդիկ է, որ ոչ սևերը կապ ունեն Հարավային Ամերիկայի հետ, ոչ հնդիկները։ Այստեղ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգները, տեսեք կիսատ պրատա, իմիկվա տարածքները չեն ամենևին, Կալիֆոռնիան, Արիզոնան, Նյու Մեքսիկոյից հատվածներ, Մեքսիկայի մեջ են, այստեղ հողեր կան դեռ բնիկ ժողովուրդներին են պատկանում, մինչև Կանադա հասնում է, Հարավային Ամերիկայում Բրազիլիան անկախություն է ձեռք բերել, դե փոքրիկ Արգենտինա ունենք, Արգենտինայի մնացած հատվածներում բնիկներն են ապրում, Իսպանիան կորցրել է իր գաղութների մեծամասնությունը, տեսեք այստեղ Կուբան պահպանել է, բայց ահագին մասը կորցրել է գաղութների, անկախություն են ձեռք բերել, մանավանդ Հարավային Ամերիկայում ու Մեքսիկան, Ֆրանսիան շատ քիչ գաղութներ ունի, այս փոքրիկ բանն եմ Աֆրիկայում նկատում, դեռ Աֆրիկան չէին գաղութացրել եվրոպացիները, այլ ուղղակի ստրուկներ էին առել Աֆրիկայից եւ տեղափոխել Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներ աշխատացնելու։ Ունենք շատ մեծ եւ հզոր Ավստրիա, որի մեջ Հունգարիաները տեղավորվում եւ այլ պետություններ, ունենք Խորվաթիան, Սլովենիան եւ այլն։ Ռուսիա շատ հզոր պետություն, փոքրիկ, բայց շատ հզոր։ Դե Ռուսաստանը իհարկե տեսնում եք, այստեղ արդեն մինչև Լեհաստանի տարածքա հասնում, այստեղ Ղրիմով, Մրիմով, Հայաստան, մինչև իր այս տարածքները եւ Ալյասկայի որոշ հատված իհարկե։ Քինգ դինաստիան է Չինաստանում, 366 միլիոն բնակչությամբ երկիր, բայց միևնույն ժամանակ շատ թույլ։ Այստեղ ունենք Կորեան, ճապոնական Սյոգունատը, բրիտանական Հնդկաստանը, բրիտանական Ավստրալիան, Օսմանյան կայսրությունը, բայց տեսեք Եգիպտոսը կիսաանկախ վիճակում է, բայց ամեն դեպքում Թուրքիա վճարում Օսմանյան կայսրությանը։ Իտալիան էլ դեռ չէր հասցրել միավորվել, նույնը Գերմանիան Սուրբ Հռոմեական կայսրության կործանումից հետո այսպես մանր պետություններ էին մնացել Գերմանիայում։ Դե այստեղ ունենք իհարկե Դանիա, տեսեք Դանիան նաև ներառում է Իսլանդիան եւ Գրենլանդիան։ Գրենլանդիան այսօր էլ է պատկանում Դանիային։ Մեկ էստեղ Պարսկաստանն է, այստեղ էլ Խարախուռը թուրքեր, մի խոսքով sense բաներ։